ջախջախված եղեգը եւ պլպլած պատրույքը, այսպես է վերնագրված այսօրվա մեր նյութը։ Հարյուրավոր մարգարեական խոսքեր կան գրված Մեսիայի մասին, 5 կտականում հանդիպում ենք, նաև դրանց իրագործումը նոր կտականում։ Մեսիա, Մսայա անգլերենով, հունարեն հենց Քրիստոսն է, թեև առանձին բառներ ունեն, Մեսիաս եւ եբրայերեն Մաշիղ թարգմանաբար նշանակում է օծյալ։ Մեկը, որ խոստացված էր Աստծուց պիտի գար, նա Մեսիան է։ Քրիստոս ուրեմն նշանակում է օծյալ, Հիսուս ինչ է նշանակում։ Փրկիչ։ Ուրեմն Քրիստոս Հիսուս օծյալ փրկիչ։ Հրաշալի մարգարեություն Եսայի 42-րդ գլխում կարդանք առաջի 3 համարները։ Տերն է խոսում. ահա իմ ծառաս Մեսիան, որուն ձեռնատու պիտի լինեմ, այսինքն իմ զորությամբ պիտի գա, եւ իմ ընտրածս, որուն իմ սիրտս հավնեցավ, եւ Հիսուս երբ որ Հորդանանում մկրտում էր Հովանես Մկրտիչից, երկնքից ինձ ձայն եկավ, սա է իմ սիրելի որդիս, նրան մտիկ արեք։ Իմ հոգիս անոր վրա դրի, նա ազգերին իրավունք պիտի անե, նա պիտի չգոռա, պիտի չաղաղակե, եւ իր անձը դուրսը լսել պիտի չտա։ Հիսուս բազմաթիվ հրաշքներ էր անում եւ ասում էր, որևէ մեկի մի ասեք, որպիսի իրեն չմեղադրեն, որ իշխանությունների դեմ հատուկ ինքը արշավ է ձեռնարկել։ Այնպես էլ այդ կատարած հրաշքների լուրը ամենքին հասնում էր։ Հաջորդը, ջախջախված եղեգը պիտի չփշրե, ու պլպլած պատրույկը պիտի չմարե, իրավունքը հավատարմությամբ պիտի հայտնե։ Պիտի չբոռա, պիտի չաղաղակե, եթե հիշում եք 2 քարոզախոսություն առաջ ունենք այդ մասին խոսեցինք, որ լուր մնաց Հիսուս, իրեն մահվան տանողների առջև լուր մնաց, որովհետև իր առջև մեծ ուրախություն ուներ եւ դա մեզանից ամեն մեկի փրկության ուրախությունն էր։ Իրավունք պիտի հաստատի եւ սա անպայմանորեն հազարամյա թագավորության ժամանակ պիտի լինի եւ շատ հետաքրքիր մի բան։ Չմոռանանք, հրեաները ինչպես են սպասում Մեսիային մինչեւ այսօր։ Սպասում են, որ պիտի գա եւ թագավոր պիտի օծվի բոլոր ազգերի վրա։ Ուրեմն իրենց համար միջանկյալ որևէ բան ընդունելի չէ, որտեվ այդ բանը միայն Սուրբ Հոգին կարող է բացել։ Կարդում են ու իրենց մտքերը մթագնած են, չեն հասկանում, որտեվ սպասում են թագավոր Մեսիայի, բայց միջև թագավոր Մեսիան պիտի լիներ փրկիչ, մարդկության համար զոհվող գառնուկ Մեսիան։ Եվ երրորդ համարը նորից կարդանք Եսայի 42:3։ Ջախջախված եղեգը պիտի չփշրե ու պլպլած պատրույկը պիտի չմարե։ Ջախջախված եղեգ, բրույստ ռիդ, նադլոմեննի տրոստ ռուսերենով եւ պլպլած պատրույկը smoldering wick, ուրիշ թարգմանությամբ smoking flax։ Կամ հայերեն նաև կարող ենք թարգմանել մխացող վուշ, քաթան, տարբեր բառերով է ներկայացված։ Ռուսերենով լնա կուրյավշեսյա նի ուգասից։ Նախքան այս երևույթների բացատրություն տալը, ասենք, որ սատանան հրեաներին քնացրել է եւ նրանք էլ սատանայի ականջում քնած են։ Այս ամենը արդեն իրագործված է, ինչ որ մարգարեության մեջ գրված էր։ Գիտեք, հրեաները շատ ճարպիկ են, չէ՞, խորամանկ են ամեն բաների մեջ, բայց այս պարագայում իրենք ձախողված են, որովհետև այդ մարգարեությունը Եսայի
որ իրենք ամեն օր կարդում են, արդեն իրականություն է դարձած։ Մատթեոս 12-րդ գլուխ 15 համարից։ Հիսուս երբ իմացավ, զատվեցավ, եւ շատ ժողովուրդ նրա ետևից գացին եւ ամենքը բժշկեց։ Բայց սաստիկ պատվիրեց նրանց, որ զինք մարդու չհայտնեն, որպիսի կատարվի Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. ահա իմ ծառաս, որ ընտրեցի եւ իմ սիրելիս, որուն հավնեցավ իմ անձս, իմ հոգիս նրա վրա պիտի դնեմ ու հեթանոսներին իրավունք պիտի տա, ոչ պիտի վիճի, ոչ պիտի աղաղակե եւ ոչ մեկ էլ պիտի լսե անոր ձայնը հրապարակների մեջ։ Եվ ջախջախված եղեգը պիտի չփշրե ու պլպլած պատրույկը պիտի չմարե, միջև արդարությունը հաղթանակի հասնե, եւ հեթանոսները անոր անվանը պիտի հուսան։ Ահա այդ մարգարեության իրականությունը։ Ուրեմն ջախջախված եղեք։ Ժողովրդական լեզվով եղեգին ինչ են ասում, ղամիշ են ասում։ Նաև կոչվում է ծղոտ, ավելի հաստ բույն ունեցող ծղոտ։ Մի շարք լեզուների մեջ նաև գործածում են բամբուկ։ Եղեգը հացազգիների ընտանիքին պատկանող բազմանյա միաշիթիլավոր բույս է։ Եղեգից պատրաստում են ինչեր, երաշտական գործիքներ, չորացած ցողունից, սրինգ են պատրաստում, շվի են պատրաստում, եղեգից պատրաստում են բնական դեկորներ տան մեջ, կահավորման համար, նաև եղեգը օգտագործում է որպես հյուսածո իրերի հումք, այն գործածելով ստանում են մի լավ զանգված։ Շատ ու շատ կա այդ եղեգներից, հատկապես ճահճային վայրերում, իրենից մեծ արժեք չի ներկայացնում, բայց եթե այն ջարդված եւ ջախջախված է, անպիտան է, որը մեկը այն չի պահի։ Այսինքն ջախջախված եղեգը անարժեք մի բան է։ Հիսուս ջախջախված եղեգը չանարգեց, դուրս չնետեց։ Լավ, ինչ է նշանակում այդ ջախջախված եղեգը, կամ ում է խորհրդանշում, մի քիչ էլ պիտի սպասեք բացատրությունը ստանալու համար։ Միջև որ բացատրություն տանք հաջորդ գրվածին, պլպլած պատրույկ։ Ինչ է պատրույկը, հաստ թել է, հայերենով կոչում են նաև քուղ կամ ժապավեն, որ դնում են լապտերի լամպի, նավթավարի պատրույգակալի մեջ եւ վառում են։ Պատրույգը բարբարային ձևով նաև գործածում են, ասում են ֆիթիլ։ Լսել եք։ Բայց սա ավելի շատ թուրք-արաբական ծագում ունեցող բառ է, ժողովրդի մեջ տարածված է։ Դեռ 50-60 տարի առաջ պատրույգի բացատրություն տալ անգամ պետք չէր, որովհետև լայնորեն կիրառվում էր, որտեղ որ էլեկտրական հոսանք դեռ չէր հասել, նրանք բոլորն էլ կիրառում են։ Ներկայիս էլ միգուցե գյուղական շատ վայրերում գործածում են, կամ երբ որ էլեկտրականությունը կտրվում է, այս լույսն են գործածում։ Ուրեմն նավթամանի ճրագը պարզ է, որ Հիսուսի ժամանակ լուսավորելու միակ ձևն էր դա հանդիսանում։ Հիսուս պլպլած պատրույկին մարել չպիտի տա։ Երբ նավթավարի մեջ հատակում յուղը պակասում է, պատրույկը չի կարողանում առատորեն ներծծել այդ յուղը, հետևաբար կրակն է սկսում պակասել, սկսում է թարթել, մեջ է վառում անջատվում է, թուլանում է լույսը, լույս կա, բայց ավարտին է մոտենում, եւ եթե մի բան լույս չի տալիս, որպես անպիտան ապրանք դուրս են նետում։ Հիսուսի ժամանակ, միգուցե իրենից առաջ էլ եւ հետո էլ մեզ հետաքրում է իր ժամանակը,
ջախջախված եղեգը եւ պլպլած կամ մխացող պատրույգը որպես անպիտար բաներ դուրս էին նետում։ Բայց Հիսուս երկուսին էլ պահեց, երկուսին էլ արժեք տվեց։ Սա շատ կարևոր է, որ հասկանանք այս բնորոշումները փոխաբերական իմաստ ունեն, այսինքն մետաֆոր են։ Այնինչ որ աշխարհում համարվում է անպիտան, անօգուտ, Աստված այդպես չի վարվում, ինչպես աշխարհն է վարվում։ Միթե Հիսուսի հոգներ այդ ամենուրեք հանդիպող եղեգը կամ էլ ջախջախված այդ իր վիճակը մարելու վրա եղող մխացող պատրույգը Հիսուսի պետքներ կամ հոգներ, իհարկե որ ոչ, այլ այդ բացատրությունը իր նմանությունը գտնում է Աստծու պատկերը եւ նմանությունը եղող մարդու մեջ։ Եվ ովքեր են այդ անձերը, որ նմանվում են ջախջախված եղեգի կամ մարող պատրույգի, այս աշխարհից հիասթափված, կոտրված եւ վշտացած սիրտ ունեցողներ, ինչպես Դավիթ Սաղմոս 51-ի 17-ում ասում է. կոտրած ու խոնար սիրտը ով Աստված, դու չես անարգում։ Նաեւ Եսայի 57-15 Տերը ասում է. ես բարձր ու սուրբ տեղում եմ, բայց կոտրած եւ խոնար հոգի ունեցողի հետ եմ, որպեսզի խոնար հոգիները կենթանացնեմ ու կոտրած սրտերը ապրեցնեմ։ Ուրեմն Աստված այդպիսիներին չի անարգում, ինչպես որ աշխարհն է անարգում։ Եվս մի սքանչելի համար, մեզ համար, որ մեր նյութին համապատասխան է, Սաղմոս 34:18 Տերը մոտ է նրանց, որոնց սիրտը խոնար է եւ հոգիով խոնարածներին կապրեցնի։ Սրտի վիճակը մարդու կողմից է, մարդը ինքը պիտի խոնարի։ Եթե Աստծու կողմից այն զորի ուժով պիտի խոնարվեր, Աստված բոլոր մարդկության հետ այդպես կվարվի եւ բոլորին կփրկի ու կվերջանա։ Բայց մարդը ինքը իր սիրտը պիտի խոնարեցնի։ Աստծո առջև ընդունելության առաջին նախապայմանը կոտրած եւ խոնար սիրտն է։ Մնացածի լուծում արդեն Տերը ինքն է տալիս եւ վերադառնանք Եսայի 62:2-ը։ Մեսիայի Տեր Հիսուսի համար է գրված, իդեպ Հիսուս երբ որ գնաց տաճար, իրեն առաջարկեցին, որ այս տողերը կարդա։ Եվ ինչ է գրված. Տերը ինձ օծեց եւ ղրկեց աղքատներին ավետիս տալու։ Ինչ ավետիս է, որ աղքատներին պիտի տրվի։ Միանշանակ է, անգամ մտածելու պետքություն չկա։ Փրկության ավետիսը։ Ցավում ենք շատ, որ աջ ձախ լսում ենք մարդիկ, որ ելել են քարոզելու եւ մարդկանց մոլորության մեջ են դնում։ Ասում են այս տողերը, որ գրված է, Հիսուս եկավ, որ աղքատներին սովորեցնի, թե ինչպես հարստանան։ Եվ հարստության կերպը, հարստանալու կերպը հետևյալն է. Տուր եւ պիտի տրվի սկզբունքով, հետեւաբար ինչ ունես տուր, օրերից մի օր կհարստանաս։ Բայց մարդիկ եղան եղածով, չեղածով տվեցին, տարիներ անցան եւ գնացին հարցրեցին, ասին, բա այդ խոսքիդ համաձայն ինչ պիտի լինի, ասին էլի սպասեք։ Կամ եթե դժվար եք ապրում, երկրորդ գործն էլ ճարեք, այդպես։ Հասկանում եք, խաբեության հոգին վերջի ժամանակների մեջ պիտի գործի եւ գործում է։ Մեկ ավետիս կա, եւ դա փրկության ավետիսն է։ Այս ավետարանը կոչվում է փրկության ավետարան, եւ Պողոս առաքյալը ասում է. ես ամոթ չեմ համարում այս ավետարանը, որտեւ այն փրկության համար է բոլորին ծառայում, նրանք, ովքեր որ պիտի հավատան։ Կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու,
ֆիզիկական սրտի խնդիրը չէ, խնդիրը անձի մեջ է, որպես եղեք ջախջախված է, պատրույքն էլ մարելու վրա է։ Սիրտը բժշկել ինչ է նշանակում։ Նշանակում է նոր սիրտ տալ։ Տեր ասավ, ես ձեզ հետ նոր ուխտ պիտի կատարեմ, և հին սիրտը պիտի անեմ և նոր սիրտ պիտի տամ, աստվածայինը պիտի գա հավատացողի մեջ։ Հիսուս իր խոստումները իրագործեց լի, որտև իր խոստումները այո և ամեն են։ Եկենք երկու տեղից կարդանք Մատթեոս 11-րդ գլուխ 28 համարից։ Ինձ եկեք բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, և ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Եվ իմ լուծս ձեր վրա առեք, և ինձ մեզ սորվեցեք, որ հեզ եմ ու սրտով խոնար։ Այսինքն Հիսուսին գալու նախապայմանը խոնար սրտով պիտի լինի։ Եթե մեկը իր հպարտացած սրտով պիտի փորձի Աստծուն գնալ, ընդունելություն չի գտնելու, որովհետև Աստված սրտերը ու երիկամենքները քննող Աստված է։ Եվ ձեր անձերի հանգստությունը պիտի գտնեք, վասնզի իմ լուծս քաղցր է և իմ բեռս թեթև է, և դուք չեք, որ պիտի կրեք դա։ Աստված Սուրբ Հոգիով մեզ պիտի օգնի, որ մենք այդ լուծը կրենք։ Եվ մյուսը Հովանու 7-րդ գլուխ 37 համարից։ Տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր ու ասում. Եթե մեկը ծարավ է, թող ինձ գա և խմե, նա որ ինձ հավատա, ինչպես գիրքը կսե, նրա փորից կենդանի ջրի գետեր պիտի բխեն։ Եվ սա ասավ հոգու համար, որ իրեն հավատացողները պիտի առնեին, վասնզի Սուրբ Հոգին տրված չէր տակավին, քանզի Հիսուս դեռ փառավորված չէր։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ Պենտեկոստեի օրը աշակերտները Սուրբ Հոգիով լեցվեցին և այդ վախեցած աշակերտները Աստծո քաջ զինվորները, ծառաները եղան և ամենուրեք Աստծո խոսքը տարածեցին։ Հիսուս իր խոսքի տերն է, ասաց. ինձ եկողին դուրս չեմ հանելու։ Թե իր ժամանակ այդպես էր, և թե 2000 տարի է, այդ նույն սկզբունքն է, և Հիսուս իր խոսքի տերն է։ Այս օրինակներով ևս ակնառու են Աստծո սերը, ողորմությունը, գթությունը, որ Պետրոս առաքյալը երկրորդ նամակում գրում է, 3-րդ գլուխ 9 համար։ Տերը երկայնամիտ է, Տերը շատ համբերող է, որովհետև չի ուզում, որ որևէ մեկը կորսվի, այլ որ բոլորը ապաշխարեն և հավիտենական կյանք ունենան։ Աստված շատ ձևերով և շատ կերպերով մարդկանց հետ խոսում է։ Կանգնած մարդկանց սրտի դռներն է թակում, որպեսզի բանան։ Տերը զորություն չի գործածում այդ սրտերի մեջ գալու համար, այլ մարդուն է թողում այդ ընտրությունը, բայց Աստված շատ կերպերով է մարդկանց խոսում։ Կյանքի մեջ տեղի ունեցող իրադարձություններով, պատահարներով, հիվանդություններով։ Աստված չի ուզում, ինչպես մարգարեության մեջ է գրված, աքսորվածը աքսորի մեջ մնա, այլ որ ետ դառնան։ Աստված ուզում է, որ ամեն մեկ անձ որպես անարակ որդի ետ դառնա իր ստեղծիչին, իր Տիրոջը։ Բոլորի համար հավասար պայմաններ են, բոլորի համար, և միակ պայմանը, որ դրված է, Տիրոջ առջև պիտի խոնարհվեն և ապաշխարեն։ Սրտով խոնար երանություն է, սրտով հպարտ սարսափելի բան է, կամ շատ հաճախ Աստծո խոսքի մեջ գործածվում է ամբարտավանություն։ Սա ողբերգություն է ուղղակի։ Տեսեք, Հոբի մարգարեական խոսքերի մեջ ինչպիսի կոնտրաստ ենք մենք տեսնում, և Աստված ինչպես է վարվում խոնար սիրտ ունեցողի հետ և ամբարտավանի հետ։ Հոբ 36-րդ գլուխ 5 համարից։ Ահա Աստված հզոր է,
բայց որևէ մեկին չի արհամարում։ Անիկա հզոր է իր սրտի զորությունով, նա ամբարիշտին չի ապրեցնում ու նեղյալներին իրավունք է անում, արդարների վրայեն աչքերը չի վերցնում, այսինքն միշտ Աստծո աչքերը իր զավակների վրա են, հետևում է գիշեր և ցերեկ, որովհետև մեր Աստվածը չի մրափում, երբեք չի քնում, նա ամեն ատեն հետևում է իր զավակներին։ Ու զանոնք թագավորների հետ աթոռի վրա կդնե։ Սարմանալի խոսք է, չէ՞ սա։ Եվ Հիսուս ասաց. հայրը իրեն իր աթոռը նստացրեց։ Եվ Հիսուս խոստացավ, ասավ. դուք էլ իմ աթոռը պիտի նստեք։ Երբ որ երկրի վրա հազարամյա թագավորություն հաստատի, իր մարմինը կազմող եկեղեցին, որ նաև հանդիսանալու է իր հարսը, երկրի վրա պիտի գա այդ թագավորական կարգավիճակով։ Թագավորություն, երբ որ ասվում է, միայն թագավորը չէ, միայն թագուհին չէ, այլ տարբեր հարթություններում թագավորական կառավարման կերպեր կան, չէ՞։ Ինչպես օրինակ ներկայացնենք կառավարման համակարգեր, նախարարներ կան, կամ ասենք օրենսգետներ կան, որ օրենքներ են հրապարակում եւ կառավարությունը, որ պիտի գործադրի այդ օրենքները, նույն կերպով այդ թագավորությունը պիտի լինի երկրի վրա 1000 տարի։ Նաև 11-ից 17 համարները նույն Հոբի 36-րդ գլխի։ Եթե նրանք հնազանդելով անոր ծառայություն ունեն, իրենց օրերը բարությունով եւ տարիները ուրախությունով պիտի անցնեն, բայց եթե նրանք չհնազանդին, սուրը պիտի անցնի ու առանց գիտության պիտի մեռնին, այսինքն առանց իմանալու։ Անոնք, որ սրտով կեղծավոր են, իրենց վրա բարկություն պիտի դիզվի, այսինքն փարիսեցի են, այլ կերպ ասած, փարիսեցիներին այդ տիտղոսը տրված էր, չէ, կեղծավոր փարիսեցիներ։ Եվ Հիսուսի ժամանակ այդ կեղծավոր փարիսեցիներից շատ կային, անգութ, անձնասեր, ամբարտավան։ Նրանց համար կարևոր էր արդյոք ջախջախված եղեգը կամ մարող պատրույքը, նրանք արհամարում էին այդպիսիներին, բայց Աստված ասում է, այդպիսիներին անտես չի անում, որովհետև Տերը ուզում է, որ բոլորը ապաշխարեն և փրկվեն։ Տաճարում երկու հոգի աղոթում են և Հիսուս դիտում էր։ Մեկը փարիսեցի էր, մեղավոր մարդ, բայց իրեն արդարի և սուրբի տեղ էր դրել, անգամ համատվում էր մյուսների հետ և ինքը բոլորից լավն էր։ Բայց այն մաքսավորը, որ կանգնած էր, ճիշտ է, որ նրանք վատահամբավ էին և շատ մեղավոր էին, որովհետև խաբում էին, ամեն բանի մեջ խաբում էին։ Ստակը պիտի փոխեին, չէ՞, մի դրամական միավորից մյուսին պիտի անցնեին, դրա մեջ խաբում էին։ Եվ մարդկանց կողմից մերժված էին իրենք, բայց այս անձնավորությունը կանգնած էր, անգամ գլուխը չէր կարողանում վերև բարձրացնել, որովհետև այնչափ մեղավոր էր իրեն զգում։ Եվ ասում էր, ով Տեր, ների ինձ մեղավորիս։ Ահավասիկ ամբարտավան սիրտ ունեցող մեկը, որ նաև հոգևոր դաշտի մեջ դերակատարություն ունի, ինքը փարիսեցի է։ Բայց մեկը, որ բոլորովին կապ չուներ Աստծու հետ, եկավ Աստծո դուռը և խնդրեց նրա ողորմությունը։ Հիսուս ինչ ասաց, ով արդարացած գնաց իր տունը, մաքսավորը, որտև խոնարհեց և իր մեղքերը խոստովանեց։ Եթե ձեր մեղքերը խոստովանեք, հավատարիմ և արդար է նա, ձեր մեղքերին թողություն տալու և ձեզ ամեն անօրությունից մաքրելու և սրբելու։ Ջախջախված եղեք, պլպլած պատրույք, մարող պատրույք։ Եթե աշխարհից մերժված ես, անգամ ընտանիքիդ անդամներն են քեզ մերժում,
Կան չէ այդպիսի ընտանիքներ։ Եվ ընտանիքը ասում են մութ անտառ է, բայց այո, շատ ու շատ նման բաներ կան, արունակիցներ, որ իրար հանդեպ անգամ թշնամացած են։ Մի ժամանակ լավ ընկերական շրջապատում էր, բայց հիմա քեզ լքել են։ Քո անունովդ են երդվում, հիմա չեն ուզում անգամ երեսդ տեսնել։ Քո արած լավությունները չեն գնահատվել, դեռ ավելին փոխարենը քեզ վատություն են արել։ Ամեն կողմից անձիդ հանդեպ հալածանք կա։ Ոչ ոք քեզ չի հասկանում, սուտ տեղը քեզ բամբասում են ու չարախոսում են, որոգայթ են լարում քո դեմ, սիրտդ վիրավորված է, կոտրված, խոցված է, անարդար ձևով են վարվել քեզ հետ, տրտմությունն է պատել քեզ, անուսության փոսի մեջ ես ընկած, լացում ես, հույսդ կտրել ես ամեն ինչից և ամենքից, մեկ բան ունես անելու։ Սատանան քեզ ասում է, գնա և քեզ Կիևյան կամուրջից քցիր։ Բայց Աստված ասում է, և մենք էլ Աստծո խոսքով ասում ենք, քեզ հույս կա, և դու գնա հույսի, սիրո, ողորմության, գթության, մխիթարության և հավիտենական կյանքի Աստծուն, գնա նրա մոտ, նրա անունը Հիսուս Քրիստոս է, և նա քեզ պիտի ընդունի։ Բոլորի և աշխարհի կողմից մերժված ես, Հիսուս քեզ այս պահին պատրաստ է ընդունելու։ Իր հանդեպ էլ այդպես վարվեցին։ 1000 տարի առաջ Քրիստոսից մարգարեական խոսքեր գրվել։ Սաղմոս 41:9 Միջև անգամ իմ բարեկամս, ում ապավինել էի, իմ հացը սուտողը իմ դեմ կրունկ վերցրեց։ Ով էր այդ անձնավորությունը։ Հուդան էր, Հուդան, և Հովանու 13:18 համարում այս մարգարեությունը իրականացավ։ Տերը պատրաստ սպասում է, ասելով ինձ եկեք բոլոր սրտով կոտրածներ։ Սաղմոս 145:14 Տերը հաստատում է բոլոր ընկնելու վրա եղողներին և բոլոր ցած ծրվածներին կանգնեցնում է, որքան ողորմած Տեր ունենք մենք։ Նայեք ուրիշ կրոնների մեջ իրենց Աստվածը մահվան Աստված է, անողոք Աստված է, չարիքի Աստված է, մեր Աստվածը քաղցր է, ճաշակեցեք և տեսեք, քաղցր է Տեր Հիսուս Քրիստոս։ Հաստատում եք այս խոսքը։ Տերը լսում է նրանց աղաղակը և փրկում է նրանց։ Համար 18 Տերը մոտ է այն ամենքին, որ իրեն են կանչում, այն ամենքին, որ ճշմարտությամբ են իրեն կանչում։ Այստեղ է բանալին։ Շատեր կան, որ Աստծո անունը կանչում են։ Ոմանց համար այդ կանչը միայն իրենց երկրավոր բարիքներով ապահովել, տնտեսական հարցերի լուծում, ճշմարտությամբ Աստծո անուն կանչել նշանակում է Հիսուսին ընդունել որպես Աստված, որպես Տեր, որպես փրկիչ և նախ և առաջ խոստովանել մեղքերը նրա առջև և գտնել մեղքերի թողություն և քավություն։ Մենք երգ ունենք այսպիսի սքանչելի մեղքերովս Տեր, ահա քեզի կուգամ, կոտրած սրտով Տեր, հիմա քեզի կուգամ։ Հենց հիմա սիրելի հայրենի, այդ որոշումը կատարի։ Շատերի կողմից մերժված ես, քեզ անարգել են, վիրավորված ես սիրտդ, չգիտես ում գնաս, մեկ տեղուն ես գնալու, մեկ անձնավորության, և նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Հիսուս ջախջախված եղեգին ու մարող պատրույքին չի անտեսում, դուրս չի նետում, ինչպես մարդիկ վարվում են, այդպես եղեգի հետ էլ, պատրույքի հետ էլ, որոնք իրենց գործունեությունը արդեն կորցրել են, իրենց օգտակարությունը։
Այլ Տերը ամբողջացնում է այդ եղեգը, կոտրվածը, դարձնում է մեկ արդեն պատրաստի եղեգ։ Մարող կայծը վերածում է պայծառ բոցի, իրեն արի, և աստվածային զորությունը պիտի ունենա Սուրբ Հոգու միջոցով։ Քու ունեցածդ մանանեխի հատի չափ հավատքը կամ այն, որ կոչվում է պլպլած պատրույկ, Աստված իր խոսքով սնուցանելով քեզ պիտի դարձնի հսկա ծառ, փորձիր, արի Տիրոջը և հավիտենական երջանկություն պիտի ունենաս, պիտի հասկանաս այս կյանքի իմաստը, որ շատեր գալիս են այս աշխարհ և գնում են չիմանալով այս կյանքի իմաստը, և Աստված նրանց նմանեցնում է այն երեխային, որ վիժվեց և լույս աշխարհ չեկավ, չտեսավ այդ լույսը, այս կյանքի միակ և մեծագույն նպատակը ճանաչես քու Տիրոջդ և Փրկչիդ Հիսուս Քրիստոսին, ով քեզ համար զոհ և պատարագ դարձավ, որպեսզի դժոխք չգնաս, այլ հավիտենական կյանք ունենաս։ Ինչպես այսպիսի հրաշալի Փրկչին չսիրես, ինչպես նրա հետ այս կյանքը չքայլես, երանելի են բոլոր նրանք, ովքեր խոնարհ սիրտ ունեն, բայց ողբերգություն պիտի լինի բոլոր նրանց համար, ովքեր հպարտ են իրենց սրտով։ Իրենք իրենց զորավոր են կարծում, ամենագետ են, ամեն ինչ գիտեն, իմաստուն են, իրենք ազնվական են, Եթե կյանքի մեջ որոշ բաներ էլ հասել են, հետները խոսել էլ չի լինում անգամ, բայց իրենք ողորմելի մարդիկ են, եղբայրներ, քույրեր, ողորմելի մարդիկ։ Իրական զորավորը դու ես, որ քո մեջ բնակվում է Աստծո հավիտենական հոգին։ Սա այն հոգին է, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց։ Սա այն հոգին է, որ ամեն իրեն հավատացողին հարություն պիտի տա հավիտենական կյանքի համար։ Ահա լսեք, թե Աստծո ընտրության մեջ ովքեր են։ Եկեք կարդանք Կորինթացիների առաջին նամակ, առաջի գլուխ 18 համարից։ Քանզի խաչի քարոզությունը կորսվածների համար հիմարություն է։ Հիմա մարդկանց, երբ որ խոսում ենք, որ Հիսուս խաչվեց, էլ հաջորդը չեն լսում, հարություն առավ, խաչված մարդու հետ գործ ունենք։ Այդ խաչված մարդը եթե կարում էր, թող ինքը իրեն ազատեր, չխաչեին, ինչպես կանգնած ոմանք ասում են, եթե կարող ես դու քեզ ազատի, ձախակողմյան ավազակը ինչ էր ասում, նույն բանն էր ասում, չէ՞։ Բայց մեզ փրկվածներիս Աստծո զորությունն է, վասնզի գրված է, իմաստուններին իմաստության մեջ կկորցնեմ ու հանճարեղների հանճարը պիտի խափանեմ։ Լավ է, որ մարդը բազմակողմանի զարգացած լինի, ամեն բանից գաղափար ունենա։ Անգամ Աստված չի անարգում այն գիտությունը, որ Աստծո հետ զուգահեռ է քայլում, որի սկզբնակետը starting point սկսվում է հետևյալից. սկզբից Աստված երկինք ու երկիրը ստեղծեց, ահա այդտեղից է սկսում։ Բայց եթե մեկը Տիրոջը չունի, որքան էլ գիտություն նա ամբարած լինի, որքան էլ հանճարեղ կոչվի, որքան էլ պատվոգրեր և մեդալներ ստացած լինի, Կադիրովի տղեն էլ շատ մեդալներ ստացել, ոչինչ է, կարևորը, թե Աստված մեզ հետ ինչպես է վարվում։ Ուր է իմաստունը, ուր է դպիրը, ուր է այս աշխարհի քննողը, չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը։ Քանզի Աստված հաճեցավ քարոզության հիմարությունով ապրեցնել, այն ինչ որ համարում են հիմարություն։ Ուստի աստվածային իմաստությամբ չթույլատրեց, որ աշխարհային իմաստությամբ մարդը Աստծուն ճանաչի։ Քանիստերի ենք հանդիպել, որ
քննություն են անցկացնում, տարբեր կրոններն են քննում, իրար հետ համեմատում են, որպիսի դրա արդյունքում ճշմարտությունը հասկանան, թե ով է ճշմարիտ Աստվածը։ Ոմանց գիտենք, որ արդեն 20 տարի անցավ, դեռ քննում են։ Եվ երբեք էլ չեն հասկանալու, որովհետև Աստվածային իմաստությամբ թույլ չի տալի, որ մարդը մարդկային իմաստությամբ Աստծուն ճանաչի։ Վասնզի հրեաները նշան կուզեն, ինչ ամոթալի էր, չէ իրենց վիճակը, այդքան հրաշքներ էր անում, գնում են ասում են, ինչ նշան ցույց կտաս, որ քեզ հավատանք։ Եվ հույները իմաստություն կփնտրեն, իմաստասեր աթենացիները, Աթենքի բնակիչները, ուրիշ բանով չեն զբաղված, այլ միայն նոր գաղափարներ լսելու։ Բայց երբ որ Պողոս ասաց այդ անանուն Աստծու համար, որ նա է երկինք ու երկիր ստեղծողը, որ Աստված մարդու ձեռքով սարքված տաճարների մեջ չի բնակվում, ինչպես իրենք են վարում, չհավատացին, ասին քեզ ուրիշ անգամ կլսենք։ Իսկ մենք ինչ ենք քարոզում, խաչյալ և հարության Քրիստոսը։ Եթե լսում ես մարդկանց, որոնց քարոզախոսության հիմնաքարը խաչյալ և հարության Քրիստոսը և նրա կատարած գործը չէ, այլևս մի լսիր։ Ինչ որ հրեաների համար գայթակղություն է, հույների համար հիմարություն է, բայց նրանք, որ կանչված են, թե հրեա և թե հույն, Քրիստոս Աստծո զորությունն է և Աստծո իմաստությունն է։ Հիսուսի ժամանակ հրեաներից բավական մարդիկ փրկվեցին, Պենտեկոստե օրը 3000, ապա 5000 և դարերի ընթացքում ներկայիս էլ մեսիական քրիստոնյաներ կան, որ հրաշալի գործ են անում, շատ հրաշալի, ամենուրեք իրենք ազգությամբ հրեա լինելով, Հիսուս Քրիստոս են քարոզում և պատճառ են դառնում ուրիշների փրկության համար։ Վասնզի Աստծո հիմարը մարդոցմե ավելի իմաստուն է։ Մեր հետևից ինչքան են ասել այս հիմարները, այս ինչ են խոսում, ինչ հարություն, մարդուն դրել ես գերեզմանի մեջ, էլ ինչ հարություն, ոչինչ, թող ասեն, ջտերը աշնանը կաշվեն։ Աստծո տկարը մարդոցմե ավելի զորավոր է։ Մի դողդոջուն տարիք առած հավատացյալ շատ ավելի զորավոր է, քան աշխարհի մարմնով եղող կամ մտքով եղող զորավորը, որովհետև ամենամեծ զորությունը մտքի համար ճանաչել քու ստեղծիչին, որ քու փրկիչն է, եւ այն զորությունը, որ Սուրբ Հոգով գալիս եւ մարդու մեջ բնակվում է։ Այս մարմինը ի վերջո մեր վրայից պիտի հանենք։ Եթե հիմա չէ 10 տարի, 20 կամ 30 տարի հետո պիտի հանենք, բայց կարևորը մեր էությունը, մեր ինքնությունը, մեր եսը, որ հավիտյանս հավիտենից պիտի մնա, դա է կարևորը։ Արդարև դուք ձեր կոչումը կտեսնեք եղբայրներ, որ ոչ թե մարմնի կողմանը շատ իմաստուններ եւ ոչ թե շատ զորավորներ եւ ոչ թե շատ ազնվականներ կանչվեցին, բայց Աստված աշխարհիս հիմարներ ընտրեց, ովքեր որ Աստծո համար հիմար կոչվում են, որպեսզի ամոթով նա անի իմաստուններին եւ աշխարհիս տկարներ ընտրեց, որպեսզի ամոթով անի զորավորներին։ Եվ աշխարհից ցածրազգիները եւ անարգները ընտրեց եւ ոչինչները ընտրեց, ջախջախված եղեգը եւ պլպլած, այսինքն մարող պատրույգը ընտրեց Աստված, որպեսզի անոնք, որ բան մլալ կկարծեն, խափանե, որ մարմինը չպարծենա Աստծո առջև։ Դուք Աստծուց Քրիստոս Հիսուսով ինչ եղաք, հետևյալ եղաք, Աստուծմե իմաստություն տրվեց ձեզ, արդարություն, սրբություն, փրկություն, որպես ինչպես որ գրված է, նա որ կպարծենա, միայն թե Տիրոջմով թող պարծենա։
Հավատքով ձեռքդ մեկնիր Հիսուսին եւ վարքյանական նա քեզ իրեն կփարի, նա քեզ կողջակուրի, նա քեզ կփրկի, կմաքրի քեզ քո բոլոր մեղքերից հետ, միայն թե քայլ արա, դեպի Տերը քայլ արա, հավատքով արա այդ բանը, իր սիրով, գթությամբ, ողորմությամբ, քաղցրությամբ եւ ջերմությամբ քեզ կպարուրի, իր պայծառ երեսը քո վրա կփայլեցնի, միտքդ ու սիրտդ կլեսնի այնպիսի խաղաղությամբ, որ այս աշխարհը չի կարող քեզ տալ, քեզ կհանգստացնի քո բոլոր նեղություններից, քեզ համար ինքը պատերազմակից կլինի, փորձիր, ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է, օրհնյալ է մեր Տերը, քեզնից կհեռացնի ամեն վախ եւ կասկածանք, ավելի մոտենանք մեր Տիրոջը, ամեն օր եւս մեկ քայլ անենք, ամեն օր նախորդ օրվա մեր հոգևոր ընթացքը չհավանենք, միշտ հիշենք, որ Քրիստոսի մեջ պիտի աճենք եւ պիտի հասակ գցենք, Աստծո նպատակը դա է, որ իր պատկերին կերպարանակից լինենք եւ իր սրբությունը մեր վրա հագնելով մեր սրբությունը կատարելագործենք Աստծո երկյուղով, ինչ սքանչելի Աստված ունենք մենք, որ մարդիկ մութ տեղերում են ծապ տալիս գնում մի բանի համար, մենք ամեն ուրեք, թե ցերեկ, թե գիշերեք ասում ենք օրհնյալ է մեր Տերը, օրհնյալ է մեր Փրկիչը Հիսուս Քրիստոսը, ինքն է միայն արժանի, փառքի, գոհության, փառաբանության, եւ այս աշխարհի մեջ իրենից հավատարիմ մեկը չկա։ Մենք հրաշալի կողակիցներ ունենք, ընտանիքի անդամներ ունենք, զավակներ, ծնողներ, հարազատներ ունենք, ամենք իրենց տեղը, Հիսուս գերի վեր է բոլորից, այդպես է թե չէ, ամեն, ամեն, և նաև Հիսուսի փառքով ավարտենք այսօրվա քարոզության նյութը Սաղմոս 145, առաջի համարից կարդանք, այդպես էլ վերնագրված է, փառաբանության երգ, քեզ պիտի բարձրացնեմ, ով իմ Աստվածս, որ թագավոր ես, ով է թագավորը, Տեր Տերած, թագավոր թագավորած Հիսուս Քրիստոս։ Ու քո անունդ հավիտյանս հավիտենից պիտի օրհնեմ, ամեն օր քեզ պիտի օրհնեմ, եւ քո անունդ հավիտյանս հավիտենից պիտի գովեմ։ Մեծ ու խիստ գովելի է Տերը, եւ անոր մեծությունը անքննելի է։ Մեկ սերունդ մյուսին պիտի գովե քո գործերդ եւ քո զորությունդ պիտի պատմե, քո փառքիդ մեծությունը եւ վայելչությունը եւ քո հրաշալի գործերդ պիտի հայտնեմ եւ քո ահավոր գործերուդ վրա պիտի խոսին ու ես քո մեծությունդ պիտի պատմեմ, քո մեծ բարերարությանդ հիշատակը պիտի հրատարակեն եւ քո արդարությունովդ պիտի ցնցան, ողորմած ու գթած է Տերը, երկայնամիտ եւ բազմողորմ է, Տերը ամենում բարի է եւ անոր ողորմությունը իր գործերի վրա է, ասում ենք ամեն։ Աստված օրհնի իր խոսքը, սիրելի եղբայրներ եւ քույրեր, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։ Oh
իմ ծառանը, որին ընտրեցի, իմ սիրելին, որի նկատմամբ իմ հոգին բարեհաճ եղավ, իմ հոգին նրա վրա գտնեմ, և նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին։ Նա չի հակառակվի, չի աղաղակի, և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։ Ջախջախված եղեգը չի փշրի, և արկայծող պատրույքը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի, և հեթանոսները հույսը գտնեն նրա անվան վրա։ Ահա իմ ծառան։ Pause.